Դերասանուհի Ռոզա Դավթյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում։ Նա պարբերաբար կիսվում է իր առօրյայով, հետևորդներին ներս հրավիրելով իր նորաստեղծ ընտանիքի ջերմ մթնոլորտ։ Ռոզան ցույց է տալիս, թե ինչպես է անցկացնում ժամանակը ամուսնու եւ նրա հարազատների հետ։ Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում դերասանուհու գնումները։ Ռոզան մանրամասն ներկայացնում է իր առօրյա գնումները եւ տան համար անհրաժեշտ իրերի ընտրությունը, ինչը մեծ արձագանք է գտնում նրա հետևորդների շրջանում։ Եկել ենք տան համար ապրանքներ ենք առնում ստեղը Հայաստանի, մեզ լավ բաներ կա, չգիտեմ որն ընտրամ։ Այսինքն սիրուն լույսեր, սիրուն ամաններ, մենք արդեն մի երկու բան վերցրել ենք։ Ստեղ ոսկե գույնն է, լույսիկի աղամաններ։ Հիմա գնանք մյուս խանութ, տեսնենք մյուս խանութում ինչեր կա։ Դերասանուհուն հաջողվել է հիանալի եւ ջերմ հարաբերություններ հաստատել ամուսնու ընտանիքի հետ։ Նա հաջող է հրապարակումներ անում նրանց մասնակցությամբ։ Հատկապես օգտատերերի սիրելին է դարձել ամուսնու եղբայրը, ում հետ Ռոզան հաճախ է նկարահանում զվարճալի հոլովակներ եւ տարբեր փորձարկումներ։ Փորձարկենք այս երեքը, արծվարից սկսենք։ Որից սկսենք, արի սրանից։ Դրաման փորձելուց գնահատում ենք 11-ից մինչև 10։ Հղավ, սենց հայրան ներսին փորձում ենք։ 10-ից 7։ Գնահատում 10-ից 6-7։ Յոգուրտներից որը փորձենք, այս համարի փորձենք։ Բայց առանց շաքարը կարող է քեզ դուր չգա։ Շատ համոզվամ։ Դուզս արամ։ Ուրեմն, սպասեք էլի փորձարկումների մեր եթերում։ Մենք խանութ ու Արսենը գտի պրոդուկտները մեր փորձարկելու։ Բարոկա։ Փորձարկում։ Ես Արսենը փորձելու ենք այս չիզքեյքերի նման բաները, չգիտեմ ինչեր են։ Իր էջի հարց ու պատասխան բաժնում Ռոզան անկեղծացել է նաև սկեսուրի մասին։ Դերասանուհին նշել է, որ այն բարությունը եւ անմիջականությունը, որ երևում է կադրում, լիովին համապատասխանում է իրականությանը։ Ըստ նրա, սկեսուրը հենց այդպիսի բարի ու ջերմ մարդ է նաև առօրյա կյանքում։ Դե ինչ Օրագիր Նյուզը շարունակում է հետևել հայտնիների կյանքի հետաքրքիր անցուդարձին եւ ներկայացնել կարևոր նորությունները։ Մնացեք մեզ հետ, Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։